Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք ֆանտաստիկ, գիտաֆանտաստիկ, ֆենթեզի գրքերից, համակարգչային խաղերից, ֆիլմերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչը կարող է հետաքրքրել գիքերին։ Այսօրվա իմ հյուրը լրագրող, խմբագիր, նախկին ինչու ոչ նաև Facebook-յան ինֆլուենսեր Նիկոլայ Թորոսյանն է, նաև իմ լավ ընկեր։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ, ոչինչ։ Բերման ենթարկել։ Հա, բերման, ես ամիսներով քեզ չեմ տերում, մենք այս ձևով կարամ բերման ենթարկեմ։ Կներես։ Բանը, մենք շատ ենք խոսել այն մասին, որ քննարկում ենք, որ ինչ որ սերիալները, հատկապես սերիալները, որոնք սեզոններով շարունակվում են, ինչ որ շատ են, ու եթե ինչ որ մարդ որոշում է իրան նվիրի սերիալներին, դուս է գալի, որ ինքը ընդհանրապես կյանքում ամեն ինչից զրկում է, միշտ նստած է մենակ սերիալների վրա։ Ու դու որոշել ես բավարարվես քչով սենց ասած, փոքր սերիալներ նայես։ Ոնց ինչն է քեզ, ասենք ոնց ես դու էդի, որովհետև ես էլ եմ իմ վրա զգացել ինչ որ պահի, ու ես էլ եմ հասկացել, որ հա չնայած հետաքրքիր է, չնայած ինչ որ էսկապիզմ կա դրա մեջ եւ այլն, բայց դրանով դու ոնց որ իրական կյանքից բան ես ամ, կտրվում ես, հեռանում ես։ Այ հենց այդ պատճառով էլ դադարեցրել եմ նայել, որովհետեւ իմ մոտ այդ էսկապիզմը ու այդ դոպամինային, ոնց որ ասած, կախվածությունային աստիճաններ հասել, որ ես երբ որ ասենք պահ ա եղել ոչ մի բան չեմ կարողացել գտել, սկսել եմ հնդկական սերիալ նայեմ։ Իդեպ այդքան էլ վատը չէր, ինքը փոխկեղծողների մասին սերիալ էր, բավականին տենց արագ զարգացումներով եւ այլն, առանց սպառող փղերի ու մնացածի, բարձր հնդկական ինչ որ որոշակի ատրիբուտիկայով, բայց բավականին համեստ, որը 10 սերիա նայեցի, պարզվեց էլի երկրորդ սեզոն են նկարելու, ասել լավ, վերջ, այդ ոնց որ վերջին կաթիլ է եղավ։ Էլ սերիալ չեմ նայել։ Սերիալը, որից հետո որոշեցի ոչ մի բան տենց չնայեմ։ Վերջերս մի հատ տենց հետաքրքիր մի քիչ ապուշոտ, բայց լավ կոմեդիա նայեցի, կոչվում էր ռուսերեն «Удачи, веселья, не сдохни»։ Նայել ես թե չէ, այո, ընտիր շատ ուրախ սերիալ էր ու ես հասկացա, որ մի քիչ վերածվել եմ հենց այն ապագայի մարդկանց, որոնք ամբողջ օր ոնց որ էկրանի դեմն են նստած, այնտեղ VR ակնոցներով էին նստած, բայց ամեն դեպքում նույն վիճակն է, էլի, ու այն նրա է հասել, որ օրինակի համար Stranger Things-ը, որը ես փորձում եի նայել վերջին սեզոնից, չեմ նայել, որովհետև հասկացա, որ ես ոչ մի բան չեմ հիշում ուղղակի այդ սերիալից, ու սկսեցի չնայել, որովհետև ինքը կուտեր ամբողջ ժամանակը։ Հա, այն տես ինչ խնդիր է։ Սերիալը նկարում են մի սեզոն, հետո 2 տարի հետո դուրս է գալի հաջորդ սեզոնը, հետո 2 տարի հետո այն մյուս սեզոնը, հետո 2 տարի այդ ընթացքում դու մոռանում ես այն նախորդ սեզոնում ինչ ա եղել։ Բացի նրանից, որ մոռանում ես, նման ինչ որ բան ես ուզում, հա, թե ոճով, թե դիալոգների խորությամբ կամ զարգացվածությամբ, դինամիկայով, կարևոր չի, ստեղ այդքան էլ էական չի ու դու թաթախվում ես նման բաներ որոնելու, նայելու ու մնացածի մեջ։ Կինոյի դարում, այսինքն այդ էկրանային կինոյի դարում, ինչն էր լավ, որ դու երևի թե ավելի շատ էիր հասցնում քո կյանքը ապրել եւ երբ որ քեզ պետք էր ինչ-որ բան կինո նայել եւ այլն, դու գնում էիր կինոթատրոն, նայում էիր կինոթատրոնում կինոյի 2 ժամ, ավելի լավ էր այդ ամեն ինչը մարսում ու դուրս էր գալիս։ Իսկ հիմա բոլորը sense tennis դե երկու էկրանի մեջ ենք, որովհետեւ նույնիսկ եթե սերիալ ես նայում, ոնց էլ չլինի, հեռախոսից ինչ որ մեկը գրում է, դու վերցնում ես, շեղվում ես եւ այլն, ու այդ ամեն ինչը համ էկրանային ժամանակ է ահավոր մեծ, համ էլ ընդհանրապես իրոք ազդում է կյանքի վրա, էլի, կյանքի որակի վրա, սկսում ես ավելի նստակյաց դառնալ, ավելի եւ լիքը բան, դե հայտնի է, չէ, որ սմարթֆոնի օգտագործումը արդեն մեր բութ մատը ոնց որ փոխում է, հաստատ այդքան ժամանակ կոմպյուտերի առաջ, սերիալի առաջ անցկացնել է, էլի, օրինակ ողնաշարի մասով հաստատ ինչ որ բաներ փոփոխում։ Նաև զգացել է, չէ, որ ասենք Netflix-ի սերիալները, հիմնական Netflix-ին են դրանում բանանում, որ Netflix-ի սերիալները նենց է նկարված, որ դու կարողանաս, ասենք, ընթացքում ինչ-որ կողքից մի գործեր անես ու լսելով ինչ-որ տպավորություն ունի, որ դու սերիալ ես նայում։ Վերջերս ով էր դերասաններից պատմում։ Բանը Matt Damon։ Matt Damon-ներ, չէ, պատմում, որ ժամանակին, ասենք, Մարտաֆիլմը կառուցում էր ոնց, ասենք, սկզբից գնում է ոնց որ ֆաբուլան է մի քիչ բացվում, հետո մի հատ ինչ որ ուժեղ թեթև կռիվ, հետո մի քիչ ավելի ուժեղ կռիվ ու ամենաուժեղ կռիվը վերջում է։ Իսկ հիմա իրանց ստիպում են ամենասկզբից մի հատ ինչ որ բում անեն, հենց Netflix-ը, չէ։ Իսկ հետո 45 անգամ ամբողջ ֆիլմի ընթացքում կամ սերիալի ընթացքում բացատրել ինչ է տեղի ունենում, որովհետև մարդկանց ուշադրությունը շատ ծրված է եւ իրանք պարզապես
չեն հիշում ինչա կատարվում։ Հա, այդ կինոյի էությունն էլ է դրանից փոխվում, էլի։ Այո, կինոյի էությունը փոխվում է, կինոն այն ժամանակ ոնց որ կոպիտ ասած ավելի շատ արվեստ էր, որին դու գնում ես ու ժամանակ ես հատկացնում, հա, կամ թեկուզ զբաղմունքի ձև կամ հոբի ձև, որին դու կոնկրետ ժամանակ ես հատկացնում, իսկ հիմա գնալով դառնում է սուրճ ու կոֆեի նման կամ սիգարետի նման ինչ որ բան, որ ձեռի վրա, ոտի վրա ձեռի հետ ինչ որ այնքան միացրած է, դու լսես ինչ որ կերպարները կողքից ինչ են խոսում, դաժե էկրանն է չնայես, դու արդեն կարաս պատկերացնես այդ ինչի մասն է ու ինչա տեղի ունենում։ Կա տենց կամ ես չգիտեմ դա խնդիր է կարելի անվանել թե էվոլյուցիա է կարելի անվանել, բայց ամեն դեպքում հա տենց տենդենս կա։ Դաժե ես ինքս զգացել եմ, որ կինոթատրոնում էլ որ գնացել եմ կինո նայելու, իմ սեփական բանով եմ ասում էլի, պահի տակ ուզում ես հեռախոսն հանես, ինչ որ բան նայես։ Ժապավեն այդ Facebook-ի հենց որ մի փոքր ձանձրանում է, ուշադրությունը սկսվում է ծրվի։ Ու ամեն ինչի, նույնիսկ ասենք Պոլ Թոմաս Անդերսոնի վերջին կինոյի ժամանակ, որը սուպեր դինամիկ էր, բայց առաջին դրվագն ու իմ համար օրինակ ինքը մի քիչ շատախտացած կտրտած այդ առաջին տես մի կես ժամը ինձ դժվար էր նայել այդ ֆիլմը, ես անընդհատ փորձում էի հեռախոսի մեջ ինչ որ բան անել։ Քանի որ Պոլ Թոմաս Անդերսոնից խոսացինք, Օսկարի մասին էլ էս տարվա անդրադառնանք, ինչ տպավորություններ էր, ոնց է դու մենք ամեն տարի ես ու դու վիճում ենք այդ թեմայով, որովհետև դու ուզում ես որ այս կինոն տանի Օսկարը, միշտ ուրիշ կինո է տանում, այս տարի ոնց է սպասումները։ Այս տարի հիմնականում գոհ եմ ավելի շատ մի հատ պատմեմ էր վեճը ինչից էր առհասարակ ծագել, որից հետո այս Օսկարը ուղղակի շեղկցելով չեմ նայելու, այս տարի իրականում չեմ նայել, այո, ուրեմն այդ որ թվականին էր տարիներ առաջ լավ շատ 21-ն է, թե 22 չէ, ավելի շուտ էր, այդ մինչև կովիդն էր դեռ, մինչև պատերազմը, մինչև ամեն ինչը։ Հա, վերջը։ Գլխավոր մրցանակին համար հավակնում էին Դել Տորոյի Ֆորմվադին ու Մակդոնալդի կինոն, 3 բիլբորդները, Էբինգում նահանգ, Միսուրի նահանգ, հա։ Այդ երկու ֆիլմը դե Էբինգը իմ կարծիքով բիլբորդների իմ կարծիքով ինքը լրիվ քլասի կինո է, լրիվ այլ մակարդակի, հենց այն քիչ կինոներից է, որը նկարվել է վերջին ժամանակաշրջանում, ամենայն դեպս ամերիկյան եւ տենց մեծ ֆորմատի, հա, այսինքն պոպ ֆորմատի, որը տարիներ հետո էլի կարողանում ես մեծ հաճույքով դնես վերանայես, ինչ որ նոր բաներ ես ընկալում, ինչ որ ուրիշ տրամադրության տակ ուրիշ ձև է նայվում եւ այլն, իսկ ֆորմը վադին երբ որ տարավ գլխավոր մրցանակ դրանից հետո ես ասացի վերջ, ես էլ չեմ նայելու, որովհետեւ մենք հասկանում ենք ինչի համար է ինքը տարել էլի։ Ուղղակի դե ակադեմիկոսների մոտիվացիան մի կողմ դրած, բայց ինքը ֆիլմը դե հիմա չենք դնի այդ թեմայով բանավիճենք, իհարկե, որովհետեւ արդեն որաս այնքան ենք բանավիճել, նորից անհնար է։ Հա, բայց ինքը իր շերտերը շատ են։ Ես հասկանում եմ դու ինչի նկատի ունես, ինչն է մոտիվացիան եղել ակադեմիկոսների, կամ այդ մյուս շերտերը իրենք դաժե չեն նկատել։ Լավ, այդ չի էական է։ Իսկ այս տարվանը Նո, այս տարվանը էլի մենք տեսնում ենք Շալամեին Օսկար չտալը, հա, չնայած ես այդ կինոն տեն շատ չեմ հավանել, դե ես էլի եմ ասում, չեմ ասում վատնա կամ լավն է, թե ինչ որ բան ասում եմ չեմ հավանել, այդ նշանակում է ուղղակի չեմ հավանել, ոչ թե ինքը լավն է կամ վատը, որը կինոյի հետ ուղղակիորեն չկապված, ինչպես ասում են, սկանդալի պատճառով էր, հա, բալետի մասին արտահայտություն, որը ինքը նույնիսկ շատ արագ շտկել էր, բայց մենք էլի այստեղ եթե գանք ուշադրության խնդրին, Շալամեն շատ միանգամից բացատրել էր ինքը ինչ նկատի ուներ, ինչ որ տենց շատ վիրավորական բան չէր իրականում իր ասածը, ուղղակի հայփը, ուշադրության տես ծրվածությունը, որ մարդիկ սկիզբը լսում են, վերջը չեն լսում, հա, իր ասածի եւ այլն բերեց նրան ինչը հանգեցրեց, ինչը երևի թե այդքան էլ արդար չէր։ Հա, արդար չէր հաստատ։ Բայց դա կասցնի, ջահել է։ Ընդ որում կինոն ընդհանրապես ոչ մի Օսկար չտարավ մարտին։ Ու իմ մոտ տպավորության, որ իրանց այդ ձևով պատժեցին, որովհետեւ ստե Սպիլբերգի մատնել էր խաղը, Սպիլբերգը, ասենք, ակադեմիայի վրա հսկայական ազդեցություն ունեցող մարդ է։ Բարձր։ Կարա խոսքի մարդկանց կարիերան ոչնչացնի ու երևի թե Շալամեի բախտը բերեց, որ այդքանով ավարտ պրծավել, ասենք։ Այս Sinners-ը շատ հավանեցի։ Չնայած, հա, բարձր ինքը էլի աշխարհի ամենախորը կինոն չի երևի, բայց ինքը ընտիժ նկարած, երաժշտությանը շատ մեծ խոնարհումով, շատ
ուրախ երևի, այսպես ասեմ, եւ մեր սերնդի համար, ովքեր From Dusk Till Dawn են նայել, երևի ինչ որ ձև նաեւ օմաժ, հա, հարգանքի տուրք Տարանտինոին, որի համար երկուսի սուրճքն էլ գնում է կինո է։ Ու թեթև նաեւ հենց այդ ֆանտաստիկա ֆենտեզի վամպիրներ եւ արնախումներ եւ մնացած այդ ամեն ինչը կար շատ հետաքրքիր ձևով այդ իռլանդական եւ աֆրիկյան մշակույթները երաժշտական տեսանկյունից համատեղած, միաձուլած եւ մի հրաշալի գործ ստացած, որը կարելի է նայել հենց ուղղակի աչքի ուրախության աչքը շոյելու համար, այսինքն եթե մի քանի անգամ շարունակ այսինքն եթե օրինակ կան ֆիլմեր, որոնք նկարած են ուղղակի խոր իմաստի համար, լիքն են, հա, այդպիսի ֆիլմերը կարա լինի, ասենք 12 Angry Men-ը, հա, որը 40-50-ականներին է նկարել, մի սենյակ, հա, սև ու սպիտակ, բայց դու մինչև հիմա նայում ես, որտեղ ինքը հզոր ֆիլմ է, այս մեկը parza ինքը այդ իմաստային առումով չի հզոր, ինքը ուղղակի քեզ տալիս է լավ որակյալ այդ դոպամիններ, էլի, որ դու հաճույք ես ստանում ուղղակի այդ ֆիլմը նայելուց։ Այս սիներսը չես կարա կողքից ինչ որ բան անես ու ձեներ լսես, որովհետեւ բաներ են տեղ ունենում, բացի այդ Գորանսոնի երաժշտությունը այդ մի հատ պահ կար է ամենաուժեղ պահն էր երևի։ Որ խառնվում է բոլոր ժանրերը, ժամանակային գնում են ապագայում, հա, այդ պահը շատ լավն էր։ Այդ պահը ես էկրանին չեմ նայել, ես նայել եմ լեփտոփով, բայց ստոպ եմ տվել, մի քանի անգամ վերանայել եմ այդ դրվագը այնքան էր դուրս եկել։ Այս տարվա Օսկարը вообще ինքը ահագին ուժեղ էր, որտեղ որ նայում ես մենակ երևի են F1-ն էր ավելորդ ֆիլմ։ Դե ինքն էլ էլի մի անգամ արագ նայել։ Թեմայով ենք, չէ՞, խոսած։ Ինչքան էլ տարօրինակ չի, ես այդ ֆիլմը նայել եմ կինոթատրոնում ու հենց էլի տրամադրության տակ է բնականաբար, էլի դու ամառը գնում ես ինչ որ տենց ռելաքս վիճակով ու նայում ես ոնց են ինչ որ տղեկ քշում ավտոներ, որը բոլորը սիրում են։ Ես Ֆորմուլա 1-ի սիրահար չեմ, մարդիկ ովքեր նայում են եւ այլն ասում են, որ դա ընդհանրապես կապ չունի սպորտի հետ, այն ինչը իրանք ցույց են տվել, բայց ամեն դեպքում ինձ որպես հենց մարդով ընդհանրապես հերո էր, երկրորդ անգամ չեմ նայի այդ ֆիլմը, բայց ինքը ինձ դուր եկավ։ Ես կինոթատրոն ամեն ինչ գիտես, ինչ է տեղի ունենալու, ոնց է տեղի ունենալու եւ այլն, բայց միևնույնն է հասկանում ես հաճույքով նայում ես։ Ես կինոթատրոն չեմ նայել, բանով կոմպով եմ նայել, երեք կավա դրանից էլ է, ինքը նկարած է ոնց որ հատուկ մեծ էկրանի համար ու իր ռեժիսորն է, ասենք Կազինսկին, տես մեծ մասշտաբային, տես IMAX բանի համար է էլի շատ են նկարում։ Կավա դրանից էլ է որ մի քիչ այդքան դուրս չի եկել։ Նոր Դյունային եմ սպասում այդ պատճառով, որովհետեւ այնտեղ նույնիսկ հատուկ կամերա է հիմա մշակում, երրորդ Դյունան նկարելու համար ու տեսնենք թե ինչ է լինելու հենց վիզուալ առումով։ Դու Դյունաները կարդացել ես։ Դյունաները մենակ առաջինն եմ կարդացել, ավելի շուտ ես լսել եմ այդ գիրքը Երևանից Թբիլիսի ու Թբիլիսից Երևան հետ գալու ճանապարհին, հա, երևի 2 աուդիո գիրք եմ կյանքումս լսել կամ 3, որոնցից մեկը Դյունաներ ու շատ եմ հավանել, ֆիլմն էլ եմ հավանում։ Շատ։ Սենց ասեմ։ Դժվար է դա չհավանել։ Ես Դյունաները շուտ 90-ականներին կարդացել էի առաջի գիրքը, ընդ որում գիտես չէ, Դյունան առաջին հրատարակությունը ռուսերեն սովետական միության նախկին սովետական միության տարածքում տեղել է 90 թվին, 1990 թվին ու հրատարակվել է Երևանում։ Վաու։ Սամից դատա ինքը կոչվում է Կրասնայա ջունը, կարմիր ջունը, որտեղ իր շապիկը կարմիր էր։ Բարձր։ Այդ ժամանակ ես 90-ականներին առաջի գիրքն էի կարդացել, հետո որ արդեն հայտարարվավ էկրանավորման մասին, ես ոնց որ ասի վсё, ժամանակը եկել է ու դրի բոլոր 7 գրքերը կարդացի։ Կատի ունես Վիլյովի, հա, դե այն մեկը ավելի շատ է, այն մեկը չէ, այն մեկը ես չխոսենք այն մեկից, հա, Դեվիդ Լինչն է, բայց դա Վիլնյովը շատ լավ է էկրանավորել։ Կան խնդիրներ, կան հարցեր, որ հենց առաջի ֆիլմից նստապավորությունն է, որ այդ ֆիլմը նկարված է մարդկանց համար, ովքեր որ գիրքը կարդացել են։ Առաջին ֆիլմը ավելի շուտ ոնց որ երկար թրեյլեր լինի, հատկապես այն մարդկանց համար, ովքեր չեն կարդացել Դյունան, հա, բայց մարդիկ ովքեր կարդացել են, իրանք հասկանում են։ Հա, ինչ է կատարում, ճիշտ ես։ Վիլնյովը ինքը կայմը Դյունայի ֆանատ է, ինքը կարդացել է, ինքը մտածում է որ ապրիորի բոլորը պետք է կարդացած լինեն։ Դրա համար բերես բանը չբացատրեմ։ Բայց էլի այդ ֆիլմից վիզուալ ինքը նույնիսկ առաջինից երևի նույնիսկ ավելի շատ քան երկրորդից, առաջինից դժվար է կտրվել, երբ դու նայում ես, հատկապես երբ որ մեծ էկրանին ես նայում, առաջինը տանում է ու տանում, հենց այդ վիզուալ
Անի խաթր եւ մարդիկ ովքեր անապատում իսկական եղել են եւ սիրում են օրինակ այդ պեյզաժը, իրանք հաստատ կրկնակի երակի հաճույք են ստանում այդ տեսարաններից։ Վիլնյովի Դյունան ինքը համ վիզուալով, համ երաժշտությամբ, համ իր այդ ձևավորած մթնոլորտով ինքը լրիվ ուրիշ ոնց որ լրիվ ուրիշ միջավայր է ձևավորում, որը ուրիշ այլ ֆիլմերում չկա։ Երևի վերջի անգամ այդ ձև ազդեցություն իմ վրա թողել էր երևի Mad Max-ը, 15 թվի Fury Road-ը։ Այո, էլի հոյակապ ֆիլմ է, որը դու նայում ես ուղակի նայելու համար։ Այսինքն դու չես փնտրում այնտեղ ոչ մի խորը իմաց, որովհետև գիտես ինչ է սկսվելու, ոնց է վերջանալու եւ այլն, ուղակի ճանապարհ գնում ես, եկել ես, հա, բայց աչքդ միևնույն է հաճույք է ստանում։ Դա օրինակ Վիլնյովի ֆիլմերից, եթե խոսենք իր ֆանտաստիկ ժանրի մասին, ինձ դուր չեկավ Blade Runner-ում, որովհետև ես չեմ հավանել այդ ֆիլմը, ես Blade Runner-ը չեմ հավանել, ես գիրքն եմ շատ սիրում, իսկ ֆիլմը չեմ հավանել, իսկ մյուս իր ֆիլմում ոնց էր անգլերեն Arrival, հա։ Arrival-ում հակառակը ամեն ինչը շատ դուր եկավ, որովհետև համ այդ կոնցեպտը լեզվի, համ ամեն ինչը իմն էր լրիվ։ Չէ, ես հավանել, ընդ որում սկզբից չէի հավանել։ Երկրորդ, երրորդ անգամ նայելուց հետո հա, սկզբից ես Arrival-ը չէի հավանել, հետո եմ հավանել։ Իմ ու Վիլնյովի հարաբերությունները, հա, որպես դիտող եւ ռեժիսոր, իրանք մի քիչ բարդ են։ Ես սկզբից մի պահ բռնցրեցի, երբ որ ես իր ֆիլմերը մեկու մեջ էի ոնց որ հավանում, մեկը հավանում եմ, մեկը չէի հավանում էի, չէի հավանում եւ այլն։ Հիմա երևի ամեն ինչ սկսել եմ հավանել։ Բացի Blade Runner-ից։ Դու բացի Blade Runner-ից եւ Enemy-ից, որը ես ընդհանրապես չեմ հասկացել, Enemy-ին չեմ հասկացել այդ ֆիլմը։ Ես հատուկ Blade Runner-ը դրեցի կարդացի Ֆիլիպ Դիկի գիրքը, հետո նորից հատուկ դրեցի նայեցի Ռիդլի Սկոթի ֆիլմը, հետո դրեցի նորից հատուկ նայեցի Վիլնյովի ֆիլմը։ Իրանք ահավոր տարբեր են, այո։ Вообще ոչ մի կապ չունի։ Էկրանավորում չի կարելի անվանել, based on երևի, հա, բայց միևնույնն է, քանի որ ես գիրքը շատ եմ սիրում, ես չեմ ասում, նորից եմ շեշտում, իմ գնահատականները, ինչը դուրս գալիս է, դուրս չի գալիս, զուտ իմ սիմպաթիայի մասին է, վատի մասին չի խոսքը։ Իսկ ինքը լավ կինո է հաստատ։ Ուղղակի ես չեմ հավանել։ Կան լիքը լավ ուտեստներ, որոնք ես չեմ հավանում, ու լավ ֆիլմեր, որոնք ես չեմ հավանում։ Ես որ ասեմ, որ լավ ֆիլմը չեմ հավանում, կարող կռի բնի, բայց լավ։ Որը կան։ Ասա մեկը, որը չես հավանում, կարող է վերկել։ Կան մի քանի։ Հա, չէ, դե պիտի ասես ընթացքում։ Որն ասեմ, օրինակ Aronofsky Requiem for a Dream-ը ես չեմ հավանում։ Ես իրեն հավանում։ Լավ, հետ նստեմ, ես ուղենք, հա, բայց ամեն դեպքում։ Ես գիտեմ, որ ինքը լավ ֆիլմ է, բայց ես չեմ հավանում։ Հա, օքեյ, այնպես որ դա արդեն ոնց ասում է, նորմալ է, էլի։ Հա, իհարկե նորմալ է, լսվում է, նորմալ միկրոֆոնը մենք մի քիչ ձեր տվեցինք, բանարեցինք, օքեյ։ Բանից ենք, Blade Runner-ից ենք խոսում։ Blade Runner-ից ենք խոսում, Blade Runner Գիրքը, որը լրիվ ուրիշ ձև է նախ կոչվում, The Android's Dream About Electric Ships, հա։ Երբ որ ես Երևանում առնում էի այդ գիրքը, վաճառողին շատ երկար չէր կարողանում հասկանալ, ես ինչ է Երևանում, այսինքն վերնագիրը կարդաց մի քիչ սկսեց ծիծաղի եւ այլն, նույնիսկ այդ կարգի, բայց գիրքը շատ լավն է։ Ֆիլիպ Դիկի առհասարակ էկրանավորումներն էլ կամ based on այն ինչը կա, լավ է ստացվում, եթե հիշենք հին նկարած արդեն վերջացած սերիալը, էլի սերիալներին եկանք, The Man in High Castle, ինքը էլի բավականին տարբերվում է գրքից, չնայած գիրքն էլ է բավականին ուժեղ, բայց սերիալը չնայած այդ տարբերություններին ես մեկը հավանել եմ։ Սերիալը շատ լավն է, բայց գիրքը ավելի լավն է, գիրքը ավելի լավն է իհարկե, հա, բայց սերիալը միևնույնն է շատ լավն է։ Ընդ որում որ գիրքը ինքը շատ փոճուրիկ բան է։ Իսկ սերիալը քանի սեզոն է, 4 թե 5 սեզոն է։ Հա։ Բայց մեկը գիրքը ավելի ազդեցիկ է։ Այո, կա տենց։ Դա մարդը ինչ էր արել, փակվել էր, գնացել էր հերուտուն, փակվել էր անտառում ինչ որ տան մեջ ու այտենց մի 5-6-7 վեպ երևի վրա գրել, հետո մահացել է։ Ու կյանքի ժամանակ առանձնապատկի հաջողություններ չուներ, հետո հենց մեռնելուց միանգամից հետո ենք դարել հայտնի եւ այլն, այսինքն եթե չեմ սխալվում, նույնիսկ Blade Runner-ը, որով ինքը տենց հայտնի է, էկրանավորվել է իր մահից հետո, բայց ես կարող սխալվեմ։ Չէ, ճիշտ։ Նույնիսկ այդ պտուղները քաղել են իր ժառանգները, էլի։ Ինքը չի էլ իմացել, որ ինքը տենց հաջողություն է ունեցել արդյունքում։ Ես Ֆիլիպ Դիկի վաղ պատմվածքներն էի կարդացել, ամենավաղ պատմվածքները, այն ժամանակ ինքը երևի 19-20 տարեկան էր, նոր որ սկսել էր փորձել, շատ միամիտ էին, միամիտ գրվածքը ինքը շատ միամիտ էր,
բայց սյուժեները ահավոր բան էին, էլի այդ գրավիչ էին։ Գիտակցության հետ խաղերը, բաները, ինքը ոնց որ ժամանակի ընթացքում դա զարգացրել է։ Բայց դա ինքը ոնց որ քիչ շփող մարդ է եղել, ինտրովերտ է եղել, նոր ասում ուղնուցով, չի սիրել մարդկանց։ Ու այտենց Blade Runner-ը մթնոլորտը Ridley Scott-ը ինչ արեց, ինքը այդ post-apocalyptic այդ մռայլ աշխարհի անհույս աշխարհի մթնոլորտը որ կար Ֆիլիպ Դիկի մոտ ինքը վերածեց բանի կիբերպանկի։ Ֆիլիպ Դիկի մոտ բացարձակ կիբերպանկ չկար։ Ու ինչն է հետաքրքիր մենք որ խորանանք դուս է գալի որ Ֆիլիպ Դիկը կիբերպանկ չգրելով կիբերպանկի պապան է ինչի որովհետև Ֆիլիպ Դիկի գրքի էկրանավորումը առաջին կիբերպանկ կինոն է, երբ որ գրականության մեջ կիբերպանկը հələ գոյություն չուներ ու այդ ֆիլմով էլ ոգեշնչված Ուիլյամ Գիբսոնը ոնց որ գրականության մեջ ստեղծում է կիբերպանկի իր նեյրոմանսեր։ Հետո այդ գրքից որոշակի Արոնոֆսկիներն են, Վաչովսկիներն են ներողություն, ոգևորում մատրիցան ստեղծելուց այդ կոնցեպտը էլի շատ նման է, բայց օրինակ ես հիմա մտածում եմ որ ֆիլմի մթնոլորտը կսազեր առաջին հենց այդ էկրանավորմանը, Ridley Scott-ի էկրանավորմանը այդ գրքի մտքիս եկավ Enemy of a Man-ը ավելի շատ։ Եթե նայել եք, եթե չէ խորհուրդ եմ տալի, ֆիլմը նրա մասին է, որ մեկ օրում աշխարհի բոլոր կանայք անպտղություն են ձեռք բերում, կանայք, ձեռք են բերում անպտղություն ու բնակչությունը սկսում է մանմանդ ծերանա եւ ինչա այնտեղ սկսում կատարվել, էլի։ Children of Men։ Children of Men ճիշտ է։ Դիթյա Չլավեցկի, այդի փառահեղ կինո։ Փառահեղ կինո։ Ալֆոնսո Կուարոնն է, այնտեղ հոյակապ Chase-ի տեսարան կա, հետապնդման հոյակապ տեսարանով եւ առանցակ մի պլանով նկարած, ով էր օպերատորը։ Բանը չէ, այդ Դիկինսը։ Չէ, չեմ հիշում։ Լավ, էական չի, այսքով հոյակապ նկարած կինո է, Կուարոն լավ դերասանական կազմով մռայլ post-apocalypse եւ մռայլ post-apocalypse-ը ու ինչա դուրս գալիս որ այդ post-apocalypse-ում հիմա ֆիլմերում շատ են սիրում սերիալներում հատկապես սերիալներում որովհետեւ այնտեղ դրա ժամանակը կա ցույց տան բացասական հերոսին այդ բացասական հերոս դարձրած այդ չարիք դարձրած կոպիտ ասած ոչ թե արդարացնող այլ բացատրող պատճառները թե ինչ պատճառով է ինքը դարձել այտենց բացարձակ չարիք, այնտեղ այդ ամեն ինչը ցույց չի տարվում։ Ինքը այն թարմ կինոներից է, հարաբերականորեն տարվեր մի 15-20 տարվա ֆիլմը, որտեղ չարիքը ուղղակի չարիք է, that's it։ Ու դա մենք մի կողմից սիրում ենք բարթերոսների, երբ որ մարդու հետևը հասկանում ենք, չէ, ինչա կանգնած, ինչի է ինքը չարիք դառնում եւ այլն։ Ամենտեղ նույնիսկ բանում, Stranger Things-ում, վեկնան ինչ որ ձևի բացատրվում է, չէ, ինչի է ինքը sense դառնում։ Վեկնան ինչի է բա։ Բայց մյուս կողմից չարիքը կարա ուղղակի չարիք լինի, ու մենք կակրաս դրանից մի քիչ առաջ խոսում էինք Հանիբալից, Հանիբալի մասին 4-րդ գիրքը իր, հենց կակրաս նրա մասին է, թե ինչի է չարիքը չարիք դառնում, բայց միևնույն է ամբողջ այդ տպավորությունը, գրքից այն է, որ չարիքը կարա լինի ինֆերնալ չարիք, նույնիսկ առանց որևէ բացատրությունների։ Իմ կարծիքով տենց գրականությունը, տենց ֆիլմերը, որտեղ չի բացատրվում, եւս պետք է տեղը ունենա իրան։ Ես քեզ կարամ լավ օրինակ բերեմ Կորմակ Մակկարտին, բանը No Country for Old Men-ը։ Հենց ինֆերնալ չարիք է, որտեղ Անտոն Չեգուրը հենց ինքը ոնց որ չարիքա, չարիքա, ու չի էլ բացատրվում ոնց է ինքը դառնում այլն, որովհետև շատ հաճախ այդ բացատրությունները հետո մեզ իրական կյանքում են սկսում խանգարեն, հատկապես եթե ինչ որ մտածող մարդ է եւ այլն, նու շատ չշեղվենք թեմայից, ոդկասթի, բայց սկսում ես դե ինչ որ բաներ մանգաս ու փնտրես, որոնք պահիտակ քեզ արդարացում են սկսում թվալ, էլի։ Բայց իմ մոտ տպավորությունները մենք քանի որ Հանիբալից էինք խոսում իմ մոտ տպավորություններ որ օրինակ Գառների լռության մեջ Հանիբալ այդ ինֆերնալ այդ անընկալելի անհասկանալի երևույթ է բայց հետո ասենք նույն Հանիբալում երրորդ գրքում սկսում է Հարիսը ոնց որ բացատրել թե ինչի է ինքը տենց իր քրոջ պահով, իր մանկության պահով։ Դա ամենը չորրորդ գրքում արդեն որ էլի արժի կարդալ, ինքը վատը չի, բայց այդ բացատրել չի վերացնում կերպարի այդ բանը էլի ուժը։
Վերացնում։ Մի քիչ վերացնում, որովհետև ահամ կերպարի տեսանկյունից դու գործ ունես ինֆերնալ ճարիքի հետ, որ ամեն փորձում տեսնում ես ինչ որ արդարացումներ եւ այլն ու սկսում ես իրեն ինչ որ ուրիշ աչքով նայես, չնայած այդ դե նույնիսկ ամենավերջում երրորդ գրքում էր, չէ՞, կարծեմ, երբ որ իր բանտապանը, որը ամեն ինչ վաճառում էր ու որին ինքը վարակել էր սիրով դեպի օպերա, հա, կարծեմ Բրազիլիայում են իրանք, թե Արգենտինայում, Բուենոս Այրես։ Հա, Բուենոս Այրեսում են եւ ինքը պետքա գնա այնտեղ ինչ որ բան նայի հաջորդ օրը, չէ՞, նկատավ պետքա տեսնի հաջորդ օրը եւ միակ քաղաքն է, որտեղ ինքը չի տեսնում այդ կտավը, որտեղ ինքը օպերայում տեսնում է այդ զույգին։ Հա, նույն վարքյանին քաղաքից փախնում է, հա։ Այդ Ռիդլի Սկոտի կինոն տուֆտություն է, ես բան չունեմ ասելու։ Ռիդլի Սկոտի էկրանավորումը տուֆտություն էր Գանիբալի։ Չէ՞, համաձայն ես։ Տուֆտություն հիշում ճիշտ է թե ասեմ արդեն։ Հա, սա բան էր, բայց ինքը ֆինալը փոխել էր։ Գրքում բանը Ստարլինգը գնում է իր հետ, իսկ ֆիլմում ոնց որ որոշում է չգնա, քո կարծիքով ո՞րն է ավելի ճիշտ։ Որտեղ Ստարլինգին որպես կերպար մենք երևի թե խոսում ենք առանձին այնուամենայնիվ ինչ էլ չլինի, էկրանավորումը առանձին գործ է եւ մարդը, որը էկրանավորում է ինչ որ բան, ինքը ունի ստեղծագործական ազատության տեղ։ Հա, եթե դու չես կոպիտ ասած աղավաղում եւ ոչնչացնում ողջ սյուժեն, էլի, այսինքն ես ճշտի ու սխալի այդքան էլ կողմնակից չեմ։ Մարդիկ կան, չէ, որ ասում են դե գիրքը 1000 անգամ ավելի լավն էր, կինոն ավելի լավն էր, SNN, ես այդ շարքին չէ, խոսքը ստե հենց կոնկրետ Ստարլինգի կերպարի մասին է, քո կարծիքով Հանիբալի հետ գնալն է ավելի իր կերպարին բան դարձնում, կշիռ ունեցող, հաշվի առնելով նաև գառնուկների լռությունը, թե չգնալը։ Դժվար է բացատրել, չեմ կարող ասել։ Արի չպատասխանեմ։ Որովհետև իմ մոտ տպավորություն էր, որ Հարիս այդ կերպարին կառուցեց ու վերջում ոնց որ իրան ջնջեց, sense ասած, դարձեց Հանիբալի մի մաս։ Դե why not։ Լավ, քանի որ մենք մի 3-4 րոպե ժամանակ կա մնացել մեզ, էլի գիտա-ֆանտաստիկ գրականության մասին մի քիչ մի երկու բառով խոսենք, Ջունայի մասին խոսք գնաց, դու Հիպերիոնը կարդացել ես, չէ՞, ինչքան հիշում եմ։ Հիպերիոնը ում հետ է։ Դեն Սիմոնսի վերջերս որ մահացավ։ Չէ, չեմ կարդացել։ Այդ լավ ինչ որ է։ Մի րոպե, այդ բանը չէր, երբ որ այդ խաղային, որ սկսեցին էկրանավորեն թարգեցին, չէ։ Չէ։ Ինչի մասին է հարցս, էլի, գիտա-ֆանտաստիկ գրականությունը ինչ որ վերջի ժամանակներս տրանսֆորմացիա է ապրել։ Եթե ասենք 20-րդ դարի առաջի կեսին կամ մինչև 50-60-ականներին կա ավելի այնց լավատեսականներ ու պատկերացնում են մարդկության պայծառ ապագան անկախ նրանից այնտեղ սյուժետների մեջ վատ բաներ կլինեին թե չէին լինի, ասենք, չգիտեմ, մարդկային կայսրությունը Ազիմովի մոտ որ կործանում է եւ այլն, բայց այդ լավատեսությունը կար։ Հիմա լավատեսությունը ոնց որ քչացել է, կարելի ասել դաժե չկա։ Դա նաև ինչի է, քո կարծիքով ինչն է պատճառը, էլի մենք ավելի իրատես ենք դառը, ավելի վատատես ենք դառը, աշխարհն է փոխվել, տեխնոլոգիաներն են։ Ինձ թվում է գրականությունը արտացոլում է մարդկանց, որոնց հետ ապրում են, իրենց ընդհանուր տրամադրությունը, հատկապես այդպիսի գրականությունը, որը ուղղված է դեպի ապագա, հա։ Ոնց որ նու կոպիտ օրինակ բերեմ, Ռեմարկը իր սերնդի գրող էր, չէ՞, եւ ամեն ինչը դեպրեսիա, ամեն ինչը սարսափ եւ այլն, Օրուելը, հա, էլի ինքը վատատես էր օրինակ, ինքը էլի իսկ հակառակը Գերբերտ Ուելսը շատ լավատես էր ու գոյություն ունի, իդեպ շատ հետաքրքիր էսսե, որը Օրուելը գրել է Հերբերտ Ուելսի մասին ու նա ձեռ առել իր օպտիմիզմը, էլի, որ տղաջան ով ես դու, մի հատ նայ որտեղ ես ապրում, ինչի մասին ես դու գրում, էլի, այսինքն հա օպտիմիստական ինչ-որ բան կար, տրամադրություն կար, բայց մարդիկ կային, որոնք պարտադիր չի ֆանտաստիկայից, հա, որոնք շատ ավելի խելացի են եւ շատ ավելի լավ էին անցալում, որ 20-րդ դարը լինելու է շատ ծանր դար ու տենց էլ դուրս եկավ ու բարձվեց, բայց ամեն դեպքում գրողները հիմնականում արտացոլում են մարդկանց տրամադրությունը եւ տրամադրվածությունը այսօրվա հանդեպ։ Մենք էլ դե այսօր կանգնած ենք որպես մարդկություն եւ հասարակություն, հա, շատ լուրջ չելենջների առաջ, մարտահրավերների առաջ, որ մենք չգիտենք ինչա լինելու մեր աշխատանքների հետ, աշխատաշուկայի հետ, հա, վաղը մյուսօրը կարող է
իմ ու քո տեղ նստած լինի Երկու ատեյայի իրար զրուցեն։ երկու ատեյայի, որոնք շատ ավելի բարձր որակի զրույց կտարեն, կամ երկու իմ ու քո ավատար, որոնք մենք train ենք արել ինչ որ բանի վրա, ու մինչև մենք ինչ մեր ավատարները այսպես ասած զրուցում են, մենք ուղղակի մեր համար սուրճ ենք խմում, էլի։ Մեկը պեսիմիստական օրինակ բերեցի, մեկը օպտիմիստական, էլի։ Ու այդ ամեն ինչը բնականաբար արտացոլվում է նաև գրականությունում, ֆիլմերում, մնացած ամեն ինչում։ Նույն Удачи веселья сдохни, հա, այդ շատ լավն է։ ֆիլմը, որը մենք խորհուրդ եմ տալի անպայման նայել։ Ես էլ եմ խորհուրդ շատ կծան, շատ սև երգի ցանկեր, հատկապես այն դպրոցի պահից սպանես։ Ու շատ ուրախ, ինքը ուրախ ֆիլմ է։ Մեր ժամանակը ցավոք սպառվում է, բայց ես հույս ունեմ մենք էլի կհանդիպենք այս ոդկասթի շրջանում։ Շնորհակալություն Արման ջան, Удачи, веселья и не сдохните։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։